հարկեր վճարելը բոլորի սահմանադրական պարտականությունն է, հետևաբար 0% հարկը մեզ համար հասկանալի չի որպես մասնագետ, ընդունելի չի որպես քաղաքական ուժ։ Մենք ըստ էության միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի այդ տարանջատված համակարգերը միավորելու ենք իրար։ Միավորելու ենք ու ունենալու ենք օրինակ պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 0-ից մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցողները հարկվելու են միայն վաճառքի հարկով, որոնց նկատմամբ կիրառվելու է որոշակի գործակիցներ։ Օրինակ, մինչև 24 միլիոնը հաշվարկելու է իր հարկը եւ ճշգրտող գործակցով, որը հավասար է լինելու 0-ի, ունենալու է հարկ, որը հավասար է 0-ի։ Դա շատ կարևոր է, ինքը հաշվարկելու է իր հարկային պարտավորությունը, բայց քանի դեռ ինքը 24 միլիոնը չի հաղթահարել, ինքը ունի հարկ, որը հավասար է 0-ի։ Մեր մասնագիտության մեջ եւ վիճակագրության մեջ հարկ չկան ու կա հավասար է 0-ի, դրանք տարբեր բաներ են։ Սա գաղափարախոսական առումով։ Հետո օրինակ պատկերացրեք 24-ից 50 միլիոն շրջանառություն ունեցողը հաշվարկում է իր 5% պարտավորությունը եւ պատկում է 0.25 գործակցով։ 50-ից 75-ը հաշվարկում է ու պատկում է 0.75 գործակցով։ Տեսեք, երբ որ 150 միլիոն, օրինակ պայմանական եմ ասում, դա կարող է լինի 120-ից 150 միլիոն, այս մեթոդաբանությամբ մենք ՓՄԶ-ին, ձեր ասած վարսավիրանոցներին, ձեր ասած տոնավաճառներին առաջարկում ենք այսպիսի հարկման մոդել, իրենցից պահանջվում է միմիայն կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա ու չծանրաբեռնվել հարկային բեռով։